Ազգային ժողովի մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք քննարկում ենք 2014 թվականին մարդու իրավունքների պաշտպանի գործունեություն եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցը։ Ինչպես եւ շատերը ձեզանից ես նույնպես համարում եմ չափազանց կարևոր ինստիտուտ եւ չափազանց կարևոր զեկույց, որը ընդհանրության մեջ ներկայացնում է 1 տարում երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը։ Նման փաստաթղթի մեջ ցանկացած երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, պատմամշակութային ողջ պատկերն է բացվում խնդիրների որակի, բովանդակության ու լուծումների մակարդակի մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ոչ միայն ժողովրդավարության վիճակի, այլև բոլոր ոլորտներում տիրող իրավիճակի հայելին է, ցուցիչն է։ Ունենք մենք մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցում այս պատկերը մասամբ արտացոլում է զեկույցը ամբողջ 1 տարում կարևորագույն այդ ինստիտուտի կատարած ծավալուն համոզված եմ կարևոր եւ արդյունավետ աշխատանքը մասամբ մատնանշում է զեկույցը խնդիրների պատճառները ու դրանց վերացման հնարավորությունները մասամբ օբյեկտիվ է կազմված զեկույցը եւ adekvat է երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին մասամբ մասանկները մի քիչ շատ ստացվեցին ավելի լավ էր բոլորը այո լիներ չէ իհարկե բոլոր այս մասամբների միագումարը կարող է դառնալ հանրագար եւ լիարժեք զեկույց բայց ընդունեք որ չի դառնում թեպետ մենք արդեն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 10 տարվա պատմություն ունենք մարդու իրավունքների 3-րդ պաշտպանը եւ 3-րդ պաշտպանի 3-րդ զեկույցը իսկ դա նշանակում է նվազագույնը ընթացիկ խնդիրներն ու որոշարկումները արդեն պիտի կատարված ավարտված լինեին հարց Մարդու իրավունքների պաշտպանը ստանում է կոնկրետ բողոք եւ դիմում է խնդրի առարկա գերատեսչությանը, այնտեղից ստանում է կոնկրետ պատասխան, որով հիմնավորում է այս կամ այն որոշումը, բայց հարցը չի լուծվում, ինչ է լինում հետո։ Բացահայտ է, որ մենք ունենք շղթայի կտրված օղակ, որը պետք է ավելացվի։ Երեկվանից ուշադիր լսելով բոլոր ելույթները, ՄԻՊ-ին ներկայացվող պահանջները, առաջարկները, խորհուրդները, հորդորները, իշխանության հետ, կամ ընդդիմության հետ, կամ ընդդիմություն լինելու, կամ բոլորին ընդդիմություն լինելու կոչերը, Կարեն Անդրեասյանի ելույթը, պատասխանները պատգամավորների հարցերին, ինձ չի լքում այն զգացողությունը, որ մենք ունենք օրենսդրական բաց կամ օրենսդրական անկատարություն, ավելի ճիշտ Իմ կարծիքով մենք ունենք ՄԻՊ-ի մասին օրենքի լրացման կամ կատարելագործման անհրաժեշտություն։ 17-րդ հոդվածը օրենքի սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետության նախագահին օրենսդիր գործադիր եւ դատական իշխանություններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին զեկույցը, իսկ ազգային ժողովի գարնանային նստաշրջանում ներկայացնում է ազգային ժողովի նիստում։ Այսինքն զեկույցի կառուցվածքը, բովանդակությունը, քննարկման ձևը եւ այլ խնդիրները թողնված են մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ընտրությանը։ Դա եւս ճիշտ մոտեցում է, մասամբ։ Ու հենց այդ է իմ կարծիքով պատճառը, որ գոյանում է ՄԻՊ-ի զեկույցի եւ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների, զեկույցի եւ պատգամավորների, հարցերի եւ ելույթների միջև արդեն զգալի դարձող տարընթերցումը։ Սա մեթոդոլոգիայի հարց է եւ վստահ եմ, որ այս հարցը պիտի լուծում ստանա։ Ինչպիսին պիտի լինի զեկույցը։ Կոնկրետ դեպքերի անուն ազգանուններով մարդու իրավունքների խախտման պատմությամբ հավաքածու, թե զեկույցը պիտի ներկայացնի վերլուծությունը այդ դեպքերի եւ իր եզրակացությունը, ինչպես վարվել այս կամ այն դեպքում, ինչպես վերացնել կրկնվող խախտումները, տարանջատելով, զատելով իրարից, որովհետև խնդիրներ կան, որոնք պատճառաբանվում են պետական պաշտոնյաների վատ աշխատանքով կամ թերացումով, կամ օրենքի բացահայտ խախտումով, կամ օրենքի բացով, կամ սոցիալ-տնտեսական իրավիճակով, կամ խնդիրներ, որոնք պատճառաբանվում են արժեքային համակարգով, մտածողությամբ եւ այլն։ Եվ սրանք տարբեր խնդիրներ են, որոնք տարբեր վերաբերմունք են պահանջում ու նաեւ արժանանում են տարբեր արձագանքի գործադիրի կողմից։
Սա շատ կարևոր սկզբունքային հարց է, որը նաև պայմանավորելու է ամբողջ ինստիտուտի աշխատանքի ուղղվածությունը։ Պարզ է, չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի գործում որպեսզի զեկույցներ կազմի, այլ գործում է, որ հնարավորինս նվազեցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը երկրում։ Ինչ գնահատականներ կարող է մի տալ տարբեր ոլորտներում իր դիտարկած թերություններին եւ սխալներին, ինչ չափանիշներով են նրա դիտարկված թերություններն ու սխալները, երևույթները համարվում սխալ կամ թերի։ Իրավաբանները միայն թեկուզ 40 մարդով բավարար են տարբեր մասնագիտացումներին ու ոլորտներին առնչվող հարցերին բովանդակային մասնագիտական պատասխաններ տալու եւ ուղիներ առաջարկելու համար։ Գուցե մենք օրենքով պետք է նաև այլ հարցերի անդրադառնանք այստեղ։ Կարծում եմ այստեղ իր անելիքը դեռևս վերջնականապես չի ձևավորել նաև Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը, որը ընդհանուր առմամբ այս տարվա աշխատանքային քննարկումների մեջ իրոք մեկ քայլ առաջ է գնացել, բայց զեկույցի մեջ տեսակետներ են բարձրաձայնվում, որոնք չպետք է միակողմանի հնչեղություն ստանան։ Որպես օրինակ, բերեմ ոչ միայն այն աշխատանքը, որ մեր գործընկեր Ռուզաննա Մուրադյանը կատարել էր կրթության նախարարության հետ, մեկ այլ օրինակ խնդրել եմ աշխատանքի եւ սոցիալական նախարարության մասնագետներին իրենց արձագանքը, եւ այստեղ եւս բազմաթիվ տարբեր մոտեցումներ կան իրավիճակներ եւ առաջարկներ, որոնք փաստարկված կերպով մերժվում են։ Կան այնպիսիները, որոնք ընդունվում եւ ներգրավում են աշխատանքների մեջ։ Կան այնպիսիները, որոնք շարունակական գործընթաց են եւ չեն լուծվում մեկ գործողությամբ կամ քայլով։ Նման օրինակներ կարող է բերել եւ առողջապահության նախարարության եւ այլ ոլորտների վերաբերյալ եւ այս ամենի մեջ կարծում եմ խորհրդարանի պատասխանատուները պետք է կողմերին լսելով համադրումներ կատարելով հանգեն լուծումների վերաբերյալ առաջարկների եւ ողջունում եմ նաեւ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի Հովիկ Սահակյանի այս մոտեցումը, որ քիչ առաջ հնչեց, տեսնելով նրա նախանձախնդիր վերաբերմունքը ոլորտի կապված խնդիրներին, տեսնելով նաև իր աշխատանքային ապագա գործողությունները այդ խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։ Թերևս սա է իսկապես օպտիմալ մոդելը Մարդու իրավունքների պաշտպանի, գործադիրի եւ խորհրդարանի աշխատանքների մեջ։ Խնդրում եմ խանգարում եք։ Գուցե մեր մոտեցումներից մեկն էլ այն պիտի լինի, որ խորհրդարանի հանձնաժողովը իր հարակից զեկույցը կազմի եւ ներկայացնի խորհրդարանին գրավոր ձևով հենց այս քննարկումների հիման վրա այս խնդիրները մատնանշելով սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է համատեղ տանք, իսկ ելակետ պետք է ունենանք արդյունքը, որ նույն խնդիրները զեկույցից զեկույց տարեց տարի չտեղափոխվեն։ Մարդու իրավունքների խախտման դեպքերի կոնկրետ օրինակների ուսումնասիրությունը շատ կարևոր է, բայց կարևոր խնդիր պատճառը վերացնել, իսկ դա պահանջում է ոչ թե ընդհանրական ապրիորի չպատճառաբանված եզրակացություններ մեկ կամ մի քանի օրինակների հիման վրա, այլ դեպքերի կրիտիկական զանգվածի ուսումնասիրություն եւ գործող օրինաչափությունների վրա հիմնված եզրակացություն, որովհետեւ ոչ լավ եւ ոչ էլ վատ օրինակը դեռևս օրինաչափություն չէ։ Ու երբ մեր գործընկերոջ հարցին պատասխան էր հնչում, թե պետք է ոչ թե գովերքել, այլ քննադատել, ուզում էի ասել, որ ձեր եւ մեր պարտավորությունը ոչ գովերքելն է, ոչ էլ չարախոսելը։ Մենք այստեղ ենք վերհանած խնդիրները խորքային վերլուծելու, օրինաչափությունները գտնելու, այդ օրինաչափությունների հիման վրա օրենքներ կամ վարվող քաղաքականություն փոփոխելու համար։ Ուզում եմ անպայման շեշտել, որ Կարեն Անդրեասյանը եւ այս պաշտոնում նրա նախորդները անկախ են իրենց գործունեության մեջ եւ հենց անկախությունն է նրանց աշխատանքի հաջողության հիմնական երաշխիքը, բայց անկախությունը եւ աշխատանքի կազմակերպման կանոնակարգումը տարբեր ու միմյանց չհակասող պահանջներ են։ Մենք բոլորս այստեղ ենք աշխատելու ոչ թե միմյանց քննադատելու կամ փառաբանելու համար։ Ցանկացած աշխատանք գնահատվում է արդյունքում։ Ուզում եմ պատասխան չպահանջող մեկ հարց տալ, նախ Կարեն Անդրեասյանին, հետո նաեւ մեզ։ Ինչով է խորհրդարանի խոսակցությունը, խորհրդարանի քննարկումը տարբերվում փողոցի խոսակցությունից։ Ինչով, եթե այստեղ էլ գործածում են կենցաղային բնույթի բառապաշար կամ կենցաղային մտածողություն։ Փողոցում ընդունելի կլինի, երբ ասում են ամեն ինչ վատ է, ամենուրեք խայտառակություն է, մակարդակ չկա, որակ չկա, թալանում են, դատարանները արդար չեն, աշխարհը քանդվում է եւ այլը։ Ցանկալի չէ, բայց ընդունելի է։
Խորհրդանում քննարկվող փաստաթղթի մեջ եւ քննարկման ընթացքում մտածողության այդ որակն ու մակարդակը կարծում եմ անթույլատրելի է։ Անդրադառնամ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Տիկին Վարդանյանի արտահայտված մի մտքի, այն մասին, որ նախարարությունները կարծես առօրյա խոսակցականի մակարդակով են արձագանքում, եւ ասեմ, որ կենցաղային բնույթի կամ ժողովրդական զրույցի մակարդակով ասացին, այդպես էլ պիտի արձագանքեն, զարմանալու բան չկա։ Կենցաղային մտածողության մակարդակը խորհրդարանական փաստաթղթի մեջ բերելը բումերանգով խփելու է բերողին, սա աքսիոմա է։ Վերջապես խորհրդարանում եւս պարտադիր է պահպանել թե հարգանքը դիմացինի նկատմամբ եւ թե մարդու իրավունքներն ու ազատությունները։ Ցավով եմ ասում, բայց ուզում եմ ընդգծել, հեգնանքի, տղայական կեցվածքի տեղ չէ խորհրդարանը, որևէ մեկին, անգամ ձեզ շատ բարձր գնահատողներին, բոլորովին չի կարող դուր գալ անհիմն եւ չափից ավելի ինքնավստահությունը։ Մի ուսուցանեք որևէ մեկին, Կարեն ջան, ոչ գործադիրում, ոչ էլ պատգամավորներին, հատկապես այն դեպքերում, երբ նրանք շատ լուրջ մասնագետներ են, թե ձեզ հարազատ իրավաբանության մեջ եւ թե այլ ոլորտներում։ Շատ կարեւոր է, որ այն ամենը, ինչ հնչեցնում է մարդու իրավունքների պաշտպանը, չանցնի սահմանը եւ չդառնա քաղաքական մեկնաբանություն, որովհետեւ եթե որոշ ուժերի ներկայացուցիչներին անհրաժեշտ է զուտ խնդիրների քաղաքականացում, ըմբոստության կոչեր, անհնազանդության կոչեր եւ այլ իրավիճակների անկայունություն, մեզ եւ երկրին անհրաժեշտ է խորքային, կոնկրետ, առարկայական աշխատանք։ Իմիջիալոց Տիկին Վարդանյանի հարակից ելույթը եւ պատասխանները, հատկապես Թևան Պողոսյանի հարցի մասով լսելով, ինձ մոտ պատկերացում ստեղծվեց, որ մեր գործընկերը իսկապես հարցերի մեծ մասի լուծումը տեսնում է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, ինչը անշուշտ պիտի ուրախացնի թե սահմանադրական բարեփոխումների կողմնակիցներին, թե մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներին։ Քանի որ ես չանդրադարձա մի բզեկույթում ներառված ոլորտային խնդիրներին, ուզում եմ նկատենք եւ բարձրաձայնենք, որ զեկույցը իսկապես բարելավվել է, որ նկատելի է նրա ազդեցությունը գործադիրի աշխատանքի վրա, եւ դա արտահայտվում է բազմաթիվ ոլորտներում մարդու իրավունքների խախտումների դինամիկայով, դրանց նվազմամբ, բազմաթիվ խնդիրների լուծմամբ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել այն հսկայական աշխատանքը, որ կատարել եւ կատարում է մարդու իրավունքների պաշտպանը եւ նրա անձնակազմը։ Այն արժեքավոր ուսումնասիրությունները, օպերատիվ գործողությունները, բազմաթիվ մեր քաղաքացիների կյանքում տեղ գտած խնդիրների լուծման, խախտված իրավունքների վերականգնման եւ պաշտպանության ուղղությամբ։ Կարծում եմ եկող տարի այդ հնարավորությունը կունենամ ու արդեն այս տարվա աշխատանքների մասին զեկույցը հաշվի կառնի նաեւ այս քննարկումներում մեր հնչեցրած խնդիրները։ Շնորհակալություն։ Ելույթի